խորհրդային շրջանում հայ կինոն, բնականաբար նաև կինոգործիչները սերտորեն կապված էին կայսրության մայրաքաղաք Մոսկվայի հետ։ Բացի այն, որ այս կամ այն ֆիլմը նկարահանելուց առաջ հաստատվում էր եւ նաև հետագայում ընդունվում էր Մոսկվայում, սերտ կապեր կային նաև հայ եւ ռուս կինոգործիչների միջև եւ շատ հայ կինոգործիչներ անցյալում եւ նաև այսօր շարունակում են աշխատել եւ ապրել Մոսկվայում։ Հայ-ռուս կինոգործիչների կապերի, ինչպես նաև հայկական կինոյի ռուսական միջավայրի մասին թեմայի տաղավարում այսօր զրուցելու ենք կինոգետ, ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանի հետ։ Առնո, վերջին հանդիպումը Յավուրյանի հետ, Ներսես Հովհաննիսյան խճանկարային դիմանկար, Սերիկ, Սերգեյ Գերասիմով կյանքը կինոյում, 4 օր Ջիգարխանյանի հետ փաստագրական դիմանկարային ֆիլմերը ռեժիսոր, օպերատոր Էդուարդ Համբարձումյանը ստեղծել է Մոսկվայում։ Հայ եւ ռուս կինոգործիչների եւ արվեստագետների մասին պատմող ֆիլմերը ցուցադրվել են ինչպես կինոթատրոններում, այնպես էլ Մոսկվայում հեռարձակվող հայկական ռուսալեզու հեռուստաալիքով։ Ըստ ռեժիսորի այդ ֆիլմերը ոչ միայն հայերին եւ օտարազգիներին ծանոթացնում են մեր արվեստի անցյալի մեծերին եւ նրանց աշխատանքներին, այլև պատմում են հենց այսօր Մոսկվայում ապրող եւ ստեղծագործող մեր հայրենակիցների մասին։ Նրանցից շատերը լուրջ հաջողությունների են հասել ռուսական կինոարտադրության տարբեր ոլորտներում եւ գուցե կարող են իրենց ներդրում ունենալ նաեւ հայ կինոյի զարգացման գործում։ Ինչով եւ ինչպես ռուսաստանաբնակ հայ կինոգործիչները կարող են նպաստել հայկական կինոյի զարգացմանը, ինչ կապեր, համագործակցության եզրեր եւ հեռանկարներ կան։ Բարև Էդուարդ, ուրախ եմ ողջունել քեզ շողակաթում ու հատկապես թեմայի տաղավարում։ Հեռուստադիտողին ասեմ, որ Էդուարդը թեմա հաղորդաշարի առաջին ռեժիսորն է եղել եւ նաեւ հետաքրքիր է նրան տեսնել յուրի կարգավիճակով։ Ցավոք Երևանում դու ուշ ես լինում, սակայն լինում ես լավ նորություններով։ Այս անգամ ինչ լավ նորություններով ես Երևանում։ Դե առիթ հանդիսացավ իմ գալու իմ վարպետի 75-ամյակը փետրվարի 11-ին կինոթատրոն Մոսկվայում պետք է լինի Սերգեյ Իսրայելյանի իմ ուսուցչի հուշ երեկոն եւ այդ օրը նույնպես պետք է լինի նաեւ իմ գրքի շնորհանդեսը, որը կոչվում է Վարպետի գործը, ճիշտ է նա ռուսալեզու աշխատանք է, դեռ հայերեն տարբերակը չի տպագրվել, բայց այն նվիրված է իմ վարպետի ստեղծագործական ուղուն, քանի որ մենք շատ լավ գիտենք, որ Սերգեյ Իսրայելյանը եղել է եւ օպերատոր, եւ ռեժիսոր, բավականին լուրջ ներդրում է ունեցել հայ կինեմատոգրաֆիայի բնագավառում եւ դա այսպես ասած առիթ դարձավ, որպեսզի ես ներկա գտնեմ այսօր Երևանում։ Ինչու է գիրքը ռուսերեն եւ նաեւ գիտեմ, որ գիրքը ոչ թե հենց Սերգեյ Իսրայելյանի մասին է առանձին, այլ նաեւ անդրադառնում է հայ կինոյի զարգացման մի առանձին այսպես շրջափուլի 60-ից 80-ական թվականները նախորդ դարի, այո, այն ժամանակ հայ կինոն ծաղկում էր ապրում։ Ասեմ, որ իմ ատենախոսությունը, որը ես պաշտպանեցի Մոսկվայում, Վգիկում, ընդհանրապես նվիրված է հայ կինոյին։ Հենց այդ շրջանին, չնայած ես աշխատություններ, հոդվածներ ունեմ նաև մինչ այդ, մինչ 60-ական թվականների ֆիլմերի վերաբերյալ, բայց գիրքը ատենախոսության ոնց որ մի մասը լինի։ Իհարկե ավելի ծավալուն, ավելի այսպես ասած մատչելի, ոչ գիտական, որ կարողանա, այսպես ասեմ, ոչ մասնագետը հասկանալ, թե ինչ ներդրում ունի այդ վարպետը։ Ընդհանրապես ինչու Մոսկվա գնացիր եւ ինչու այնտեղ ատենախոսությունը պաշտպանվեց, հնարավոր չէր այստեղ այդ աշխատանքը իրականացնել, ինչ խնդիրների հետ է դա կապված։ Եվ ընդհանրապես այսօր մենք որքանով ենք մեր գիտական միտքը, այսպես կինոգիտությունը որքանով է վերագնահատում այդ արժեքները, որ ստեղծվել են, որքանով է անդրադառնում վարպետների աշխատանքին, լինի դա Սերգեյ Իսրայելյանը, այլ ռեժիսորներ, օպերատորներ։ Դե ընդհանրապես կինոգիտությունը, այսպես ասենք, դա ավանդույթների պահպանում է նաև, հա, ինչպես ասում են, ոչ միայն պատմության արձանագրում։ Մոսկվա իմ գնալը պայմանավորված էր նրանով, եթե ես այստեղ ընդունվեի ասպիրանտուրա, այստեղ փորձեի սովորել եւ այլն, իսկ միևնույն է պետք է անընդհատ գտնվեի Մոսկվայում, որովհետեւ այնտեղ էին հիմնական արխիվները գտնվում, որտեղ ես պետք է աշխատեի։ Մենք այստեղ ունենք ներկայումս կա այդ խնդիրը գրադարանների հետ կապված, այսինքն չկա գրականություն համապատասխան։ Ավելին ասեմ, մեր մոտ բավականին լուրջ խնդիր կա տերմինոլոգիայի հետ,
այսինքն հայերեն լեզվին թարգմանված, որպես այդպիսի կինո տերմինոլոգիա մենք չունենք ձևավորված, որը կինոգիտական շրջապատում, միջավայրում մենք կարողանանք կիրառել։ Միևնույն է, այդ ամենը ռուսական գրականության հիման վրա է ամեն ինչ արում եւ ինձ նույնպես ավելի հեշտ կլիներ իհարկե դա անել Ռուսաստանում, անցնելով շատ դժվարություններ։ Քո աշխատանքը այնտեղ ինչպես ընդունվեց եւ որքանով է ռուս կինոգործիչների շրջանակը բնականաբար ծանոթ է, գիտենք խորհրդային շրջանից կապերը կան եւ ասացի, որ այնտեղ կինոգործիչներ կան շատ հայ եւ հիմա կանդրադառնանք նրանց առանցին, որքանով այնտեղ արձագանք եղավ աշխատանքի քո աշխատանքի հետ։ Դա շատ ակտուալ էր, որովհետեւ առաջինը այդ աշխատանքը, իմ աշխատանքը նվիրված էր օպերատորական արվեստին։ Ոչ մի աշխատանք չկա հայ կինոօպերատորական արվեստի մասին։ Դա առաջին աշխատությունն էր։ Եվ մեր կինոն բավականին լուրջ տեղ է զբաղացրել սովետական ժամանակաշրջանի կինեմատոգրաֆիայում։ Հեռու չգնանք, նույն Սերգեյ Իսրայելյանը երկու անգամ լավագույն օպերատոր է ճանաչվել սովետական միությունում։ Այն ժամ, երբ կային այնպիսի հռչակավոր սովետական օպերատորներ, ինչպիսիներին Պաատաշվիլին, Յուսովը եւ այլն, Լևիշովը։ Եվ գրքի մեջ նաև Իսրայելյանի աշխատանքը քննվում է եւ հայ օպերատորական այս դպրոցը ընդհանրապես քննվում է խորհրդային միության այդ օպերատորական արվեստի համատեքստում։ Այո, սովետական կինեմատոգրաֆիայի։ Չնայած ես ավելի ճիշտ ասեմ, սովետական հայ կինեմատոգրաֆիայի համատեքստում գրքում ոչ միայն իմ աշխատությունը կա, այլ նաև, այսպես ասած, կան նաև հոդվածների հավաքածու, դա գրքի երկրորդ մասն է։ Այսինքն երկու աշխատանք մեկ գրքով ներկայանալու է ընթերցողին։ Մոսկվայում նաև գիտեմ, որ ակտիվ օպերատորական եւ ռեժիսորական աշխատանքով է զբաղվում, ինչ աշխատանք է դա, բազմաթիվ ֆիլմեր ես արդեն նկարահանել հայ կինոգործիչների մասին եւ ոչ միայն կինոարվեստի գործիչների մասին, ինչու է այդ ճանապարհը բռնեցիր կինոգիտության հետ զուգահեռ թերևս։ Դա եթե խոսքը գնում է հենց կինեմատոգրաֆիստների կամ ընդհանրապես արվեստի գործիչներին վերաբերող ֆիլմերի, դա առաջինը, այսպես ասած, իմ ուսումնասիրությունների ոնց որ շարունակությունը լինի։ Դա մի տեսանկյունն է։ Երկրորդը, ես կարծում եմ նամանդ Ռուսաստանում Սփյուռքի համար դա շատ ակտուալ է։ Եվ քանի որ առաջին հայկական ռուսալեզու հեռուստաընկերությունը նա ամեն ինչ անում է, բոլոր պայմանները ստեղծում է, որպեսզի ես կարողանամ այդ ամենը անել, իրանք էլ հենց ցուցադրում են այդ ֆիլմերը իրենց եթերում, դա շատ ակտուալ է, որովհետև հայկական բրենդը, այսպես ասեմ, հա, ժամանակակից լեզվով, այսօր Ռուսաստանում պետք է իսկապես լավ կերպով ներկայացվի։ Դրա կարիքը շատ կա։ Այսինքն որ այնտեղ հիշեմ, որ Հայաստանը, հայ ժողովուրդը նաև արվեստ է ստեղծում, ստեղծել է, շարունակում է ստեղծել, որովհետև կար որոշակի ընկալում 90-ական թվականներից հետո, որ հայերը Ռուսաստան գնում են միայն փող աշխատելու համար։ Վերջին ժամանակներում կարծես ամեն ինչ արդեն իր տեղին է վերադառնում, բայց այստեղ մի ուրիշ հարց կա։ Մենք հայերս մեկնելով ուրիշ երկրներ, քանի որ մենք ցուցադրում ենք այդ ֆիլմերը ոչ միայն Ռուսաստանի տարածքում, այլ համարյա թե ամբողջ աշխարհում ցուցադրվում է, ամբողջ աշխարհում այդ խնդիրը կա ասիմիլյացիայի։ Դա միգուցե շատերը անգամ ավելին ասեմ, շատ հայեր փոխում են իրենց ազգանունները, փորձում են թաքցնել, ես չեմ ասում Ռուսաստանում, ընդհանրապես աշխարհում։ Եվ երբ դու հայն փորձում ես հիշեցնել, որ դու այս մշակույթի կերտող, այս պատմություն ունեցող ժողովուրդն ես, համենայն դեպս միգուցե գիտեք ռուսերեն ասեմ, այն 3 հրացանակիրների մոտ կար է, я задержу их, ничего։ Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ հայերը համենայնպես գոնե մի մասը կվերադառնա Հայաստան, իսկ մինչ այդ պետք է այդ process-ին փորձել մի փոքր գոնե խոչընդոտել։ Այսինքն նաև առաջին հերթին ուրիշներին ցույց տալուց առաջ պետք է ցույց տալ հենց մեր հայրենակիցներին, նրանց հիշեցնել, որ այսպիսի արժեքներ կան։ Իսկ այնտեղ աշխատող հայ կինոգործիչները, ծագմամբ հայ կինոգործիչները կամ այնտեղ ապրող, նրանք ինչ որ աշխատանք տանում են համայնքի հետ, իրենք ակտիվ են գուցե։ Իհարկե,
որովհետեւ ֆիլմի հերոսները հենց ֆիլմերի հերոսները, օրինակ Ներսես Հովհաննիսյանը, Հայաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանը, նա միշտ հանդիպում է մեծ սիրով, ասենք երիտասարդների հետ։ Միշտ սիրով նայում են իր ֆիլմերը, ինչպես վերջին ժամանակներում նրա նկարահանված ֆիլմերը Մոսկվայում, այնպես էլ ասենք հարսնացույցից երջանկության մեխանիկան, այդ զրույցները կան։ Ավելին, Մոսկվայի կինոթատրոն Ռոլանում Ռուսաստանի հայերի միությունը ամիսը 1-2 ամիսը 1 կազմակերպում է ժամանակակից հայ կինեմատոգրաֆիստների աշխատությունների ցուցադրումը։ Այսինքն այդ կապը ստեղծված է, հա, Հայաստանի աշխատանքները բերվում են Ռուսաստան, որպեսզի Ռուսաստանի հայ հանդիսատեսը տեսնի։ Դրանք ցուցադրվում են նաև մեր TV-Արմրուի եթերում։ Այսինքն աշխատանքը իհարկե տարվում է։ Իսկ կինոգործիչները ֆիլմեր նկարահանում են, գեղարվեստական, վավերագրական, մասնակցում են այդպիսի ֆիլմերի աշխատանքների։ Ես այսպես ասեմ, կինոգործիչները Մոսկվայում հայ ազգությամբ շատ են։ Օրինակ նույն Central Partnership-ը, հա, կամ նույն Մոսֆիլմի տնօրենը Կարեն Շախնազարովը, բայց դա միևնույն է ռուսական կինեմատոգրաֆիա է, այսինքն ազգային թեքումով չի ստեղծվում։ Դա արվում են այսպիսի պրակատային ֆիլմեր, հա, որպեսզի ցուցադրվի կինոթատրոններում, միգուցե իհարկե առանձին նկարահանվում են ինչ-որ ֆիլմեր, որոնք գիտեն ի սկզբանե, որ եկամտաբեր չեն լինի։ Բայց դրանք հայկական կինոյի հետ ցավոք կապ չունեն, բայց կինոյի ոլորտում Ռուսաստանում հայերը բավականին լուրջ տեղ են զբաղեցնում։ Իսկ երիտասարդներ կան, ովքեր հույս կա, որ ապագայում նաև հայկական կինոն կզարգացնեն, կամ գոնե հայկական ուղղվածությամբ, այսպես հայկական հետքով ֆիլմեր կնկարահանեն Մոսկվայում։ Գիտեք, ես վախում եմ այդ հարցին կոնկրետ պատասխան տալ, որովհետև միևնույն է այն հայերը երիտասարդները, ովքեր Ռուսաստանում են, նրանք փորձում են, այսպես ասեմ, ինտեգրվել ռուսական կինոշուկա։ Դա առաջինը, նույնիսկ ին ֆիլմերը մենք ի սկզբանե երբ մտածում էինք, դրանք մենք շատ լավ հստակ հասկանում էինք, որ եկամտաբեր չի։ Դա այսպես ասած ազգանվեր աշխատանք է, որ աջակցում են հովանավորների միջոցներով իրականացնում։ Հովանավոր որպես այդպեսին նույնպես չկա, ամեն ինչ անում է միայն այդ TV-Արմրու հեռուստաընկերությունը։ Նրանք պարզապես ինձ հավատացին անվճար տեխնիկա, բոլոր հնարավորությունները տալիս են, ես այդ ամենը նկարահանում եմ։ Բայց մենք ի սկզբանե հստակ գիտակցում ենք, որ դա եկամտաբեր չէ, ոչ ոք չի ուզենա գնել այդ։ Մեր հեռուստաընկերություններից մեկին մենք տրամադրում ենք, նրանք մեծ սիրով այստեղ ցուցադրում են Հայաստանում, այսինքն այդ կապը նույնպես կա, որովհետև այստեղ մի ուրիշ խնդիր կա, լեզվի խնդիրը, քանի որ նկարահանվում են նրանք ռուսերեն լեզվով, որովհետև ցուցադրվում են առաջին հերթին Մոսկվայում, Ռուսաստանում։ Հայաստանում կա, մենք գիտենք լեզվի մասին օրենք եւ ոչ բոլոր հեռուստաալիքները իրավունք ունեն այդ ֆիլմերը ռուսալեզու ցուցադրել։ Թարգմանել գուցե։ Թարգմանել, բայց օրինակի համար վերջին ֆիլմը, որ ես արեցի Արմեն Ջիգարխանյանի մասին, ինչքան էլ մենք տեքստ կարդանք իր կադրի տակ, հա, զակադրում, արդեն այդ էմոցիաները չի լինի։ Սուբտիտրերը կշեղ են։ Դրա համար ես չգիտեմ։ Օրերս եղավ հենց Արմեն Ջիգարխանյանի մասին պատմող այդ ֆիլմի պրեմիերան Երևանում, չգիտեմ, Մոսկվայում դա ցուցադրվել է արդեն։ Առաջին անգամ մենք որոշեցինք, որ լավ կլինի, որ ցուցադրվի Երևանում, հայրենիքում։ Արձագանքը ինչպիսին էր եւ ընդհանրապես նախորդ ֆիլմերի հետ կապված Մոսկվայի եւ Հայաստանի արձագանքը տարբեր է լինում։ Գիտեք, Հայաստանի հանդիսատեսը շատ ավելի խստապահանջ է։ Շատ ավելի, ասեմ, սառը, որովհետև այստեղ մենք մեր մեջ ենք, մենք ավելի լուրջ ենք միմյանց քննադատում։ Ռուսաստանում մեկ ուրիշ տեսանկյուն կա, այնտեղ կա, ասենք, այդ կարոտը, եթե նույնիսկ վատը լինի ֆիլմը, միևնույն է կնայեն։ Բայց ինչն է ինձ Ռուսաստանում ուրախացնում, որ ին ֆիլմերը դիտում է ոչ միայն հայ հանդիսատեսը, այլ նաև ռուսները, օրինակ, երբ կինոթատրոններում լինում են պրեզենտացիաները, շնորհանդեսները, գալիս է նաև ռուս հանդիսատես, ինձ անծանոթ։ Եվ բավականին հետաքրքիր կարծիքներ են հայտնում, ես դիպմամբ եմ այդպիսի թեմաներ ընտրում, որոնք ակտուալ լինեն եւ հայ հեռուստադիտողի եւ հանդիսատեսի համար Ռուսաստանաբնակ, այսպես ասենք Մոսկվայաբնակ, եւ հայաստանցի, Հայաստանաբնակ
եւ իհարկե այլ ազգերի համար, ովքեր բնակվում են Ռուսաստանում։ Ռուսաստանում ապրող մեր կինոգործիչները բավական հայտնի մարդիկ եւ նաեւ ծագումով հայեր, ովքեր իսկապես առաջնակարգ դերերում են այսօր հենց ռուսական կինոարտադրության մեջ, ինչ որ չափ բանով կարող են օգտակար լինել հայ կինոյի զարգացմանը այսօր եւ այդ կապերը նախկին ներկա զարգացնում նպաստում են մեր կինոյի զարգացմանը ինչ որ տարբեր մակարդակներում։ Ես կարող եմ կոնկրետ օրինակով ասել իմ գիտ ղեկավարի մասին Արմեն Մեդվեդևը, որը շատ նվիրված է Հայաստանին, անգամ գալիս է եւ Ոսկե ծիրանին այստեղ ժյուրիի անդամ է եւ այնտեղ ամենայն դեպս այդ որ կինո հայկական կինոն երբ ես գիկում էի ուսանում սովորում որ անդրադարձակ դա նույնպես իր մտահղացումն է եղել, այսինքն թեկուս հերվից հերու փորձում են ինչ որ ներդրում իհարկե ունենալ։ Ես չեմ ասում որ կան հիանալի մասնագետներ, որոնք այսօր չեն նկարահանում, Վիլեն Զախարյան, Վլադիմիր Պապյանը կինոօպերատոր, որ այնտեղ է, բայց այդ կապը պահպանում են, ավելին, երբ տեսնում են, ինձ են շատ օգնում։ Ես միշտ աշխատելիս իրենց հետ միշտ խորհրդակցում եմ, ես իրենց կարծիքը միշտ հարցնում եմ, որովհետև ես գիտեմ, որ նրանք ինձ, այսպես ասեմ, լավը ցանկանալով կուզեն ճիշտ խորհուրդներ են միշտ տալիս։ Ռուսական կինոաշխարհը իմ տպավորությամբ այսօր ամբողջությամբ այսպես կոմերցիոն բնույթ ունի եւ արտադրությունը մեծ թափով հենց արտադրություն է։ Սա իհարկե նպաստում է կինոյի զարգացմանը գուցե ինչ որ առումով, բայց մասսայական կինոյի զարգացմանը, իսկ այսպես իսկապես որակյալ ֆիլմեր նկարահանվում են եւ արդյոք այս արտադրության աճը չի խանգարում կինոյի իսկական կինոյի զարգացմանը։ Գիտեք, այդ արտադրության մեջ մի ուրիշ վտանգավոր բան կա։ Լավ ֆիլմերը կարծես այդ հոսքի մեջ կորչում են։ Հետո հիմա կինոն ինքը ավելի շատ սկսել է իմ կարծիքով դիտարկվել որպես բիզնես։ Հայաստանում հակառակն է։ Քանի որ չունենք որպես այդպիսի բոլոր արվեստները, որպեսի դիտող ունենան, ընթերցող ունենան, այցելու ունենան, անպայմանորեն գնում են այդ ճանապարհով։ Բայց կան, նկարահանվում են, իհարկե լավ ռեժիսորներ կան, որոնք աշխատում են, ստեղծում են ինչ-որ աշխատանքներ, նույն Սակուրովը օրինակի համար, Միխալկովը, 12-ը իր հայտնի վերջերս նկարահանված, վերջերս 3-4 տարի առաջ։ Մեր կինոն այսօր կարող է գնալ զարգացման այդ ճանապարհով եւ այդ մեզ մոտ էլ այդպիսի քայլեր արվում են, որպեսզի կինո զարգանա, անհրաժեշտ է արտադրությունը զարգացնել։ Պետք է մտածել կոմերցիոն, թեթև բնույթի, չգիտեմ, շատ հանդիսատես ներգրավող այսպես ֆիլմերի մասին նկարանել այդպիսի ֆիլմեր եւ այդպիսի փորձեր կան անդադ ինչ որ տարբեր կատակերգություններ են նկարահանվում, ցուցադրում են մեր 1-2 կինոթատրոններում, 1.5 կինոթատրոնում։ Դա ճիշտ ճանապարհ է ըստ ձեզ մեր կինոյի զարգացման համար։ Ես այսպես ասեմ, հանդիսատեսի մասին ես ոչ մի բան չեմ կարող ասել, քանի որ եթե մենք ուզում ենք ունենալ հանդիսատես, մենք պետք է ունենանք կինոթատրոնների ցանց, այսինքն պետք է լինի տեղ, որտեղ հանդիսատեսը կգա ֆիլմերի դիտմանը։ Մենք դեռ դա չունենք, որպես այդպեսին մենք ձևավորված կինոշուկա չունենք։ Պետք է վերականգնել իհարկե կինոթատրոնները, բայց մեր կինոն արտադրվող Հայաստանում ես կարող եմ վստահ ասել, որ բավականին լուրջ տեղ է հիմա զբաղացնում, ասեմ օրինակ նույն Ռուբեն Գևորգյանցի ֆիլմերը, հա, հրաշագործի աշունը, որ նկարահանեց տարբեր փառատոներին, տարբեր մրցանականներ, վավերագրական։ Հենց վավերագրական կինոյի մասին է խոսքը գնում ներկայումս, ոչ խաղարկային։ Հարություն Խաչատրյանի ֆիլմերը այդքան փառատոների մասնակցեց եւ մրցանակներ բերեց։ Իհարկե, եթե լինի որպես այդպիսին ձևավորված կինոշուկա, միգուցե մենք կարողանանք նաև այդ կինոները այստեղ վաճառել։ Բայց ցավոք այդ կինոները երբ կամ ցուցադրվում են լավագույն դեպքում կինոթատրոններում, հեռուստատեսությամբ կամ փառատոներում եւ տարբեր կինոֆորումների ժամանակ։ Այսօր երիտասարդները ըստ քեզ Հայաստանում իրենց ուժերը ծախսելու, աշխատանքներ կատարելու հնարավորություն ունեն եւ այստեղից նաեւ գալիս են քեզ, ինչու՞ չէիր կարող քո վավերագրական ֆիլմերը նկարահանել Երևանում։ Ես կարող էի, ես իրականում չեմ ուզում որպեսի տպավորություն ստեղծվի, որ ինձ այստեղ տեղ չէին տալիս, ես դրա համար հիասթափված մեկնեցի Մոսկվա, չէ, ես ինձ այստեղ շատ լավ էի զգում, ես գնացել եմ ընտանեկան պայմաններից ելնելով։
Հիմա պետությունը նույնպես աջակցում է, կան իհարկե դեբյուտներ, որոնք անում են երիտասարդ ռեժիսորները։ Դա կա, չի կարելի դա հերքել։ Իհարկե հնարավորություններ տրվում են։ Իհարկե տալիս են ինչ-որ տեխնիկա նկարահանումների անցկացնելու համար գումարներ են հատկացվում եւ այլն եւ այլն, որովհետեւ մենք ունենք եւ կինոկենտրոնը այսօր Հայաստանում, հա, որը գործում է, եւ ես չեմ ասում էլ հայ կինոստուդիայի մասին, որը նույնպես աջակցում է եւ տալիս է հնարավորություններ ինչպես երիտասարդներին, այնպես էլ արդեն կայացած վարպետներին, բայց մենք ունենք լուրջ խնդիրներ մեր կրթական համակարգում, քանի որ ես մինչ գիկ գնալը իհարկե սովորել եմ այստեղ, ես գիտեմ այդ խնդրեմը այսօր էլ է ակտուալ։ Մենք չունենք նյութատեխնիկական բազա համապատասխան, որպեսզի կարողանանք ճիշտ գիտելիք մատուցել։ Մենք ունենք հիանալի մասնագետներ մեր կինոբուհերում, բայց տեսական մասը մենք դասավանդում ենք, բայց երբ ուսանողը չի օգտագործում կինոտեխնիկան, չնայած հիմա արդեն իհարկե ժապավենը դուրս է գալիս քիչ-քիչ մյուս կողմից, բայց միևնույն է, պետք է արդեն այդ վիդեո տեխնոլոգիաները նույնպես գնել, որպեսզի պատրաստի մասնագետներ դուրս գան։ Եվ պատահական չէ, որ շատ ուսանողներ փորձում են այդ ժամանակ, ուսանելու ժամանակ, ինչ-որ աշխատանք գտնել ասիստենտի կամ չգիտեմ ինչ-որ այլ կարգավիճակում, որպեսզի կարողանան իսկապես ինստիտուտի դռներից դուրս իրենց մասնագիտությանը տիրապետել։ Եվ հիմնականում այդպես է լինում է ցավոք սրտի, այլ ոչ նյութատեխնիկական բազայով ապահովված չեն մեր կինոբուհերը։ Բացի նյութատեխնիկական բազան, դուք տեսնում եք երիտասարդների մեջ այդ ձգտումը իսկապես որակյալ աշխատանք կատարելու, որովհետև երիտասարդները, ովքեր կինոյի ճանապարհն են բռնում, սկսում են կարծես թե սկզբի համար լավ, ինչ-որ տեսահոլովակներ, գովազդային հոլովակներ նկարահանել եւ այլն, բայց հետո այդպես էլ շարունակում են ու ի վերջո մարդը ով ինչ-որ հեռանկարներ ունել, վերածում է ուղղակի տեսահոլովակներ նկարելու, շատ դեպքերում կրկնօրինակում են արտասահմանյան տեսահոլովակներ, նույն գովազդային հոլովակները, սահմանափակվում են եղածով եւ այն ամենով, ինչը նրանց կեցությունն է անմիջական ապահովում եւ այդ կինոյի ճանապարհը իսկապես մնում է այդպես չտրորված։ Ինձ թվում է պետք է տարանջատել կինոն հեռուստատեսության ոլորտից։ Մենք հիմա չնայած արդեն դրանք ինտեգրվող հասկացություններ են, բայց միևնույն է դրանք տարբերվում են արմատապես իրարից, որովհետև կա կինո ֆիլմ եւ կա հեռուստատեսային ֆիլմ։ Հեռուստատեսային ֆիլմերի իհարկե կրիտերիաները ուրիշ են։ Այսօր ես կրկին եմ վերադառնում այդ հարցին, քանի որ չկա որպես այդպեսին կինոշուկա, ստիպված են երիտասարդները մտնել հեռուստատեսություն։ Ոմանք կնկարահանեն վավերագրական հեռուստատեսային ֆիլմեր, ոմանք կնկարահանեն սերիալներ, չեմ ասում լավ, վատ, բայց նույնիսկ այդ վատ սերիալները իրենց դրական ազդեցություն ունեն, որովհետև մինչ այդ երիտասարդները, դերասանները հնարավորություն չունեին նկարահանելու, հիշեք, նկարահանվելու նույնիսկ։ Հիմա լավ թե վատ, բայց այդ դաշտը կա եւ դա պետք չէ, մենք սիրում ենք դա անցալել, ախր դա խայտարակություն է եւ այլն եւ այլն։ Համաձայն եմ, միգուցե խայտարակություն։ Հիմա աստիճանաբար վերանում է այդ ընկալումը իհարկե, դա դիտվում է որպես միջանկյալ օղակ։ Սակայն ինձ անհանգստացնում է հենց այն փաստը, որ այդ միջանկյալ օղակը դառնում է հանգրվան արդեն, այսինքն մարդիկ դրանից հետո էլ չեն աճում, որովհետեւ այն ինչ էլ ունեն, գուցե այդտեղ մոռանում են կամ հարմարվում են, հասկանում են, որ դա է եկամտաբեր եւ մնում են հենց այդ մակարդակում։ Գիտեք, դա Իհարկե, դա ինձ թվում է ժամանակի հարց է։ Վերջը մենք նոր ենք, այսպես ասած, փորձում վերածնել մեր կինոն։ Չնայած մի ուրիշ հետաքրքիր բան էլ կա, սովետական միության փլուզում, Ղարաբաղյան պատերազմ, աշխարհայացքի փոփոխություն։ Ասենք հայտնվեց նման պայմաններում, կարելի ասել, նմանատիպ պայմաններում իտալական նեոռեալիզմը։ Մեզ մոտ այդպիսի բան տեղի չունեցավ։ Միգուցե հիմա արդեն երբ մենք անկախության 20-ամյակն ենք նշում, սկսում ենք գիտակցել այդ արժեքները, վերագնահատում ենք այն ինչ որ մենք ունենք, միգուցե արդեն այդ արդյունքում մենք ինչ որ մի բան կարողանանք, ինչ որ մի նոր этаպի դուրս գալ։ Չգիտեմ։ Ժամանակ է ինձ թվում է պահանջվում։ Թե այստեղ Երևանում եւ թե Մոսկվայում դու անխուսափելիորեն իհարկե առնչվում ես օպերատորության հետ եւ առաջին մասնագիտությամբ հենց օպերատոր ես։ Մեր օպերատորական արվեստը այսօր ինչ մակարդակում է գտնվում։ Նաեւ գիտենք, որ Մոսկվայում էլ հայ օպերատորներ կան, ակտիվ աշխատող։
Մոսկվայի հայերի մասին կարող եմ ասել միայն լավը։ Այստեղ մենք ունենք թերություններ, իհարկե, ունենք, բայց դրան զուգահեռ ես նկատնում եմ թերությունները իհարկե հեռուստատեսային ոլորտում։ Կինոյի ոլորտում մենք ունենք հիանալի օպերատորներ, իսկապես այնպիսին, ինչպիսին է օրինակ Վրեժ Պետրոսյանը, ինչպիսին է Վահագն Տեր-Հակոբյանը։ Վահագն Տեր-Հակոբյանը այնպիսի լավ օպերատոր է, որ նկարահանում է նաև արտասահմանում, Ռուսաստանում։ Մենք բոլորս տեսել ենք Պլատոն ֆիլմը, որը ռեժիսորը նույնպես ազգությամբ հայ է, Վարդան Հակոբյան, նրանք միասին նկարահանեցին այդ ֆիլմը, որը բավականին լուրջ box office, ինչպես ասում են, եկամուտ բերեց։ Մենք պետք է օպերատորությունը ընկալենք ոչ թե որպես ֆիքսում պարզապես իրադարձությունների։ Օպերատորության այբուբենը դա լուսանկարչությունն է, ֆոտոգրաֆիա, հա, լուսագրություն։ Եվ լույս տեսախցիկ հասկացությունները կադրում տեղի ունեցող իրադարձությունները, այդ բոլորը պետք է լինեն միաձուլված, այդ ամենը պետք է հաշվի առնել։ Մեզ մոտ կարծես մի փոքր լուսային անկյունը թերագնահատվում է, բայց ինձ թվում է, որ ժամանակի ընթացքում արդեն մենք կարողանանք նկարահանել բավականին բարձր որակով, այսինքն ես դա տեսնում եմ ամեն անգամ ավելին ասեմ գալով Երևան, ես տեսնում եմ, որ գնալով ամեն ինչ ավելի է լավանում։ Իսկ օպերատորների աշխատանքի ուսուցումը ընդհանրապես կրթական հիմնարկների հետ է կապված, թե կապված է ուղղակի աշխատանքի հետ, աշխատանքին ծանոթացման հետ։ Գիտեք, օպերատորությունը դա արվեստ է, իսկ յուրաքանչյուր արվեստում կայանալու համար պետք է ունենալ նաև տաղանդ, հա, այսպես ասենք։ Եվ տաղանդը գործնական աշխատանքի եւ նաև գիտելիքների հետ միասին համադրում։ Կարող է տեսականորեն կամ պրակտիկորեն դու լավ տիրապետես, բայց չունենաս ճաշակ։ Բայց կարող է ունենաս լավ ճաշակ, ենթագիտակցորեն կարողանաս այդ ամենը անել։ Եթե իմանաս տեխնիկական մասը լավ, քանի որ ինքը օպերատորությունը հենց տեխնիկայի հետ անմիջական կապ ունի։ Հեռուստատեսային աշխատանքը, հեռուստատեսային ֆիլմերի պատրաստումը արդյոք չեն խանգարում քո ճանապարհի զարգացմանը եւ երազանքը մնում է մեծ կինո նկարահանելու։ Եվ եթե կա այդպես, ինչ ֆիլմեր կցանկանայի նկարահանել ապագայում, վավերագրական, խաղարկային։ Ես ավելին ասեմ, ես պատրաստում եմ անցնել խաղարկային կինոյի ոլորտ եւ հուսամ, որ մոտ 1 տարի հետո ես ի վիճակի կլինեմ վերջապես անցնելու բավականին լուրջ աշխատանքի։ Ես մի փոքր վախենալով եմ ասում, որովհետեւ այսօր ես ուզում եմ կոմեդիա նկարահանել, իսկ կոմեդիայի մակարդակը այսօր այդքան բարձր չի, հա, ասենք շատերը լուրջ չեն վերաբերվում, բայց ամենայն դեպս մեր հայկական հումորը, ոչ թե այն հումորը, որ հիմա ռոպագանդվում է, նաեւ Ռուսաստանում հայերի մասին, եթե նկարահանվի, Ռուսաստանում բնակվող հայերի, ռուսների շփումը, աշխարհայացքների ընդհանրությունն ու տարբերությունը, այդ բախումները, կոնֆլիկտները եթե ստեղծվեն, ինձ թվում է դա շատ ակտուալ եւ շատ հետաքրքիր կլինի։ Իհարկե դա պետք է նկարահանվի Ռուսաստանում։ Շնորհակալություն զրույցի համար, իհարկե մաղթում եմ, որ անպայման այդ ծրագիրը իրականացվի, որովհետև իսկապես կատակերգություններ կարծես թե շատ կան, բայց լուրջ ֆիլմեր չեն ստեղծվում, որովհետև կատակերգություն ստեղծելն է շատ դժվար է իսկապես։ Շատ։ Եվ ես ինքս շատ եմ հուզվում, նույնիսկ ես Աստված տա ժամանակից առաջ չընկնենք, Աստված տա ամեն ինչ լինի բարեհաջող։ Թեմայի տաղավարում ռեժիսոր, օպերատոր եւ նաեւ կինոգետ Էդուարդ Համբարձումյանի հետ զրուցում էինք հայ երիտասարդ կինոյի խնդիրներից, ինչպես նաեւ իհարկե արտերկրում ապրող մեր կինոգործիչների մասին։ Ցտեսություն։